Ինձ է միացել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, Հայաստանի թեման շարունակելով, Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց հայրապետի նկատմամբ, արգելվել է նրա բացակայությունը երկրից։ Եպիսկոպոսած ժողովը փաստորեն տեղի չի ունեցել, երկու եպիսկոպոսի է հաջողվել երկրից դուրս գալ, մեկն էլ Ավստրիա, հավաք է տեղ ունեցել, բայց ժողով տեղի չի ունեցել, բուն ժողովը։ Ես այստեղ Ալֆրեդ Հիչքոքի հայտնի խոսքերը հիշեցի, ուզում եմ մեջ բերել, ասում եմ ֆիլմը պետք է սկսվի երկրաշարժով, իսկ հետո գործողությունները պիտի ավելի թեժանան։ Հիմա իշխանության նախագծած այս ֆիլմում ո՞րն է լինելու հաջորդ իրադարձությունը։ Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն դեպքում շարունակվում է նույն մարտավարությունը, ինչ ընտրվել է ի սկզբանե։ Ես մի քանի անգամ իմ վարկածը, այսպես ասենք, հնչեցրել եմ ժամանակին, որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ալգորիթմ ունի որոշակի մարդկանց հետ աշխատելու, այսինքն մարդկանց հետ իր հակառակորդների հետ աշխատելու տվյալ բaragայում, այսինքն երբ ինքը նպատակ չունի անպայման կալանավորելու, ձերբակալելու, ինքը խնդիր ունի սպառնալիքի ներքո ինչ-որ համաձայնության գալ միշտ։ Ես կարծում եմ տվյալ պարագայում էլ այն բոլոր ձերբակալությունները, կալանավորումները, ասենք Իզմիրլյան հիվանդանոցում այդ գործողությունները, որ տեղի ունեցան, դրանք բոլորը կապված են անձամբ վեհապարի հետ, այսպես ասեմ, վեհապարի վրա ճնշում գործադրելու ուրեմն նպատակ ունեն դրանք։ Որպեսզի վեհապարը ինքնակամ, այսպես ասենք, հրաժարական տա, տեղի տա եւ հրաժարական տա, այսպես ասեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ վեհապարին, ասենք, ձերբակալելը կամ առավելևս կալանավորելը ոչինչ առանձնապես չի տալիս առհասարակ։ Ինքը խնդիր ունի այդ ճանապարհով հիմնականում պատանդվեցնելով վեհապարի բարեկամներին, հա, եղբորը, այսպես ասենք, մյուս բարեկամներին, որոնք նույնպես եպիսկոպոսներ են, մերձավոր շրջապատին այն ինստիտուտները մտնել, որոնք կապված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, տվյալ դեպքում ես Իզմիրլյանը նկատի ունեմ, մի անգամ ասել եմ, որ եթե ասենք եկեղեցուն կից լինի հացի գործարան, հացի գործարանի տնօրենի ասենք առանձնասենյակում էլ խուզարկություններ կլինեն զուտ այն պատճառով, որպեսզի վեհապարի վրա ճնշում գործադրվի, այսպես ասենք, եւ վեհապարը գուցե այդ պարագայում ինչ որ ետ քայլ անի, փորձի պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե չի պայմանավորում, Նիկոլ Փաշինյանը ինքը հայտնվում է բավականին լուրջ պատային իրավիճակում։ Հիմա ես կարծում եմ, իրավիճակը շարունակում է պատային մնալ, այսինքն ուժային բալանսը ընդհանուր առմամբ հավասար է։ Այդ իսկ պատճառով մենք որևէ լուրջ զարգացումներ չենք տեսնում։ Այո, Նիկոլ Փաշինյանին հաջողվում է ինչ-որ մի, ասենք, ինչ-որ մի արարողակարգ տապալել, օրինակ, զուգահեռ ինչ-որ բաներ, արարողակարգեր, որոնք կոչում է ինքը պատարակ իրականացնել, ընդհանուր առմամբ դա դարձնել սովորական երևույթ, իր խնդիրը դա Օվերտոնի այդ պատուհանը բացելն էր, որ կարող է լինել նաև կոոպերատիվ, ասենք, եկեղեցի բաներով, այսպես fake քահանաներով, չգիտեմ, եպիսկոպոսներով եւ այլն, դա դառել է սովորական երևույթ, բայց դա նաև արդեն էմոցիոնալ էֆեկտ չունի առհասարակ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր խնդրեմը այս ամեն ինչում նա է, որ քարոզչական առումով ինքը չի կարողանում հաղթանակ ունենալ։ Մենք տեսանք Գյումրիում ինչպես դիմավորեցին այսօր Միքայել Արտակոյանը։ Ընդհանրապես դա չի ընկալվում, այս քայլերը, որոնք իրականացվում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, չեն ընկալվում քարոզչական տեսակետից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դրան պատրաստ չի, որովհետև Նիկոլ Փաշինյանը սովոր է, որ գոնե քարոզչական դաշտում ինքը միշտ ունեցել է բավականին լուրջ արդյունքներ, այսինքն հասարակության մի զգալի հատվածը միշտ այդ խայցերը կուլ էր տալիս։ Հիմա նման բան չկա։ Ես բազմաթիվ անգամ իմ տարբերակը ասել եմ, որ եթե կաթողիկոսը ինքնակամ հրաժարական չի տալիս, եթե կաթողիկոսը եւ իր շրջապատը կամ հոգեվոր դասը, հա, որոնք հավատարիմ են իրենց երդմանը, իրենց կարգավիճակին, իրենք պինդ են մնում, ապա
իշխանությունը բավականին լուրջ փակուղու մեջ է հայտնվում։ Հիմա ես կարծում եմ անկախ ամեն ինչից նորից շարունակում է այդ պատային իրավիճակը, ուժային բալանսը շարունակում է, այսպես ասենք, քիչ թե շատ հավասարակշռված մնալ, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մոտակա շրջանում այլ քայլերի կդիմի։ Ձեր հարցը ուներ այսպեսի իմ կարծիքով կոնտեքստ, այսինքն կգնա ձերբակալման կաթողիկոսին, չէ՞։ Մյուս քայլը զատ ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Ավելի բաց։ Ես կարծում եմ հաջորդ քայլը առանձնապես չի երևում, ես կարծում եմ հիմա նույն Նիկոլ Փաշինյանն էլ է ելքման գալիս այս իրավիճակը գոնե սառեցնելու, որովհետև սկսում է նախընտրական շրջանը, բուրըն շրջանը, ինչքան էլ համարենք, որ հակաեկեղեցական այս արշավը իր քարոզչական արշավի բաղկացուցիչ մասն է կազմում, բայց քանի որ այն առանձնապես լուրջ արդյունքների չի բերում, ինքը ինչ որ մի պահի պետք է փորձի սառեցնել այս իրավիճակը, որովհետև սա արդեն ուղղակիորեն վնասում է իր իմիջին, հաղթողի իմիջին, ինչպես ինքը ուզում է ներկայանալ, այսինքն նույնիսկ պատային իրավիճակը, պայմանական ոչ ոքի վիճակը ընկալվում է, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի թիմակիցների եւ աջակիցների կողմից որպես Նիկոլ Փաշինյանի պարտություն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ ինքն է հիմա ման գալիս տարբերակ, որպեսզի ինչ որ չափով սառեցնի իրավիճակը։ Շատ լավ։ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը լարված հարաբերություններ ունի շատ երկրների հետ, մի շարք երկրներում էլ ըստ նրա կա կարծիք, որ TRIP նախագծի շրջանակներում Նախիջևանից հետո անցնող երթուղին շրջանցելու է Հայաստանի Հանրապետությունը, նույն այդ հարաբերությունների պատճառով Ռուսաստանի եւ Արևմուտքի։ Եվ առաջարկ է անում, որ Ռուսաստանը վաճառի Հայաստանի Հանրապետության երկաթուղիները կառավարելու իր իրավունքը, որը 2038 թվականի է դեպ ավարտվում։ Երբ լրագրողները, պարոն Հակոբյան, խնդրեցին մի քանի այդպիսի բարեկամական երկրի օրինակ բերել, Ռուսաստանի բարեկամ երկրի, որը կստանձնի գնումը երկաթգծի, Փաշինյանը թվարկեց Ղազախստան, Էմիրատներ, Քաթար, բայց կարծես թե այդ երկրները ոչ միայն Ռուսաստանի հետ են լավ, այլ նաև Թուրքիայի հետ էլ վատ չեն։ Դե ես կարծում եմ ակնհայտ է այս ամեն ինչը, այսինքն Փաշինյանը մտածածին ինչ որ պրոբլեմ է առաջ քաշում, իբր որևէ մեկը չի ուզում օգտվել հայկական երկաթողուց, որը որ կոնցեսիոն կառավարման է տրված Ռուսաստանին, այն պատճառով որ Ռուսաստանը, այսպես ասենք, բան է, այսօրվա հակամարտող աշխարհում ունի բազմաթիվ հակառակորդներ։ Սա ես կարծում եմ ավելի արհեստական պատճառաբանություն դժվար է գտնել, որովհետև որևէ մեկը համենայն դեպս դրա մասին չի էլ հայտարարել ընդհանրապես, որովհետև ընդհանրապես այստեղ գերակշռելու է շահը, այսինքն եթե ինչ որ մեկը շահագրգռված է լինելու օրինակ այդ լոգիստիկ ճանապարհը օգտագործելու, ապա իրեն վերջին դա ընդհանուր առմամբ մանավանդ Հայաստանի պարագայում, եթե դա Հայաստանի սեփականությունն է, թերևս ընդհանրապես չի հետաքրքրելու դա տվյալ պարագայում ինչ անուն ազգանունով կամ ինչ ազգությամբ մարդիկ են կառավարում դա, այդ թվում նաև, այսպես ասենք, բան է հավատարմագրված կառավարման են այդ ամեն ինչը վերցրել։ Այսինքն սա արհեստական թեմա է, ներքին լսարանի համար է հիմնականում, որպեսզի կարողանա հիմնավորի, թե ինչն է խանգարում վատ պարողին տվյալ պարագայում, ինչու համակարգը, լոգիստիկայի համակարգը առանձնապես չի աշխատելու եւ ինչու, ասենք, Թուրքիան եւ Ադրբեջանը փաստացի այլընտրանքային այլ ճանապարհ են ստեղծում։ Այսինքն այստեղ զուտ հերթական անգամ մենք տեսնում ենք մի դրվագ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական մեղավորին է ման գալիս։ Այստեղ գրեթե ուղիղ տեքստով նորից է ասում, որ ամեն ինչում մեղավորը Ռուսաստանն է, տվյալ դեպքում երկաթգիծը, Ռուսաստանի RŽD-ն, եւ եթե RŽD-ի հարցը լուծենք, միանգամից սա հարցերը կլուծենք եւ զուգահեռաբար բնականաբար նաեւ հերթական փորձն է հերթական ռուսաստանյան ստրատեգիական կազմակերպությունը այստեղից հանելու համար։ Եթե Մոսկվան չընդունի այդ առաջարկը, եթե Մոսկվան չընդունի այդ առաջարկը, ես կարծում եմ
այլ տարբերակներ էլ եմ անգալու, որովհետև իր առջև ըստ էության ստրատեգիական նման խնդիր կա, Ռուսաստանի ազդեցությունը եւ տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը, իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ երկաթգիծը, ընդհանրապես տրանսպորտը, լոգիստիկան դա ոչ միայն տնտեսական է, ոչ միայն գեոտնտեսական է, այլ նաեւ քաղաքական եւ գեոքաղաքական խնդիր է։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ ինքը փորձելու է տարբեր պատճառաբանություններով, հետագայում նաեւ իբր չարաշահումներ կան եւ այլը։ Մի քանի անգամ, մեկ թե երկու անգամ մենք հիշում ենք, չէ, որ նույն RЖD-ում իրականացվում էին բավականին դեռ 18 թվականից սկսած։ Այսինքն այս թեման ես կարծում եմ նոր չէ, ուղղակի ինչ որ թեմաներ են լինում, որոնք այդ պահին չի ստացվում իրականացնել, այն պատվերներ են լինում, կարող ենք ասել, գեոքաղաքական, այդ պահին չի լինում իրականացնել, հետո երբ պատե առիթ է լինում, մի հատ թեկուզ զոնդաժի համար դա ասվում է։ Հիմա ես կարծում եմ այս պահի դրությամբ, այս հայտարարությունները զուտ քարոզչական նպատակ ունեն, նախապատրաստել Հայաստանի Հանրությանը, նախապատրաստել Հայաստանի Հանրապետությանը այն մտքին, որ իրենց Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը նաև RЖD-ի արկայությունն է Հայաստանում։ Շատ լավ, Մյունխենի անվտանգության համաժողովին Ալիևը ներկա էր, Փաշինյանը ոչ։ Լրագրողի հարցին ի պատասխան Ալիևը մի այսպիսի բացահայտ հեգնական միտք է արտահայտել, մեջբերում եմ։ Ինչ վերաբերում է այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, երբ նախագահ Թրամփը վերադարձավ նկատի ունի իշխանության, նա գործարկեց թրիփը, երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերագործարկի ձեր խաղաղության խաչմերուկը։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Հակոբյան, ուզում եմ ասել, թե որքան հավանական է, որ 83 տարեկան ու քաղցկեղով հիվանդ Բայդենը հետ կվերադառնա իր պաշտոնին, այդքան էլ հավանական է, որ թրիփը նորից կդառնա խաղաղության խաչմերուկ։ Դե համարյա բաց տեքստով է դրա մասին ասվել, փաստացի, բաց տեքստով է ասվել։ Ընդհանրապես ես կարծում եմ Ալիևի խոսույթում նորից արկա է սարկազմը, ընդհանուր առմամբ, ընդ որում սարկազմը ոչ միայն Հայաստան պետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության, այլ նաև իր, այսպես ասենք, համաերկրացի էր, չի ասում Թրամփը Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այստեղ որևէ բան առանձնապես չի փոխվել այս առումով։ Խնդիրը նրանում է, որ Ալիևը փաստացի ինքը նաև ըստ էության հակադրում է իրար այսօրվա վարչախմբին եւ նախկին վարչախմբին ուղղակիորեն կապում է Հայաստանի այսօրվա ղեկավարության հետ։ Այստեղ իհարկե ինքը ասում է, որ գիտեք, ամեն դեպքում Հայաստանի այսօրվա ղեկավարը դա նախկին, այսպես ասենք, իշխող աշխարհի էլիտայի ներկայացուցիչ է։ Այսինքն դա Բայդենի հետ կապելով Հայաստանի ղեկավարությանը, Ալիևը բավականին նուրբ քայլ է անում ամեն դեպքում։ Այսինքն ինչքան էլ Ալիևը եւ Փաշինյանը մեկ հարթակում են լինում, մեկ սեղանի շուրջ են նստում, նույն Թրամփի եւ այլը, բայց նա առիթը չի բաց թողում, որպեսզի ցույց տա, որ իրենք հավասար չեն սեղանի շուրջ ընդհանուր առմամբ, ոչ միայն հավասար չեն, այլ նաեւ Թրամփին մատնացույց է անում, որ այս գործընկերը ինքը նախկին աշխարհից է, այսպես ասեմ, որ նրա հետ լուրջ խոսալ անհնար է, որովհետեւ իրականում նա այլ աշխարհակարգի կողմնակից է կամ նրանց դրածոն է իրականում։ Այսինքն մենք հաշվի ենք նստում կամ նույն սեղանի շուրջ ենք նստում այնքանով, որքանով դա պետք է այս սիտուացիայում ընդհանուր առմամբ։ Այսինքն Ալիևը այնուամենայնիվ նաև նուրբ, ինչպես ասում են, կծում է, երբ այդ առիթը լինում է, եւ բնավել դա կապ չունի Փաշինյանը Մյունխեն գնացել է թե չէ, ես չեմ կարծում, որ այնտեղ Ալիևը ընդհանրապես երբեմն չի էլ նկատում, որ Փաշինյանը ներկա է տվյալ սեղանի շուրջ։ Շնորհակալ եմ շատ։